Տիկին Հասմիկ, դուք Արսենի մայրն եք։ Այո։ Ահա, տեղյակ ենք, որ երեխան ունի առողջական բարդ խնդիրներ։ Այո, ունի այրանքասկեղի երեխան։ Այս 8 ամիսա մենք հիվանդանոցում ենք ու ծանր վիճակում երեխան։ Հիմա կցանկանամ իրավիճակը մեզ ներկայացնեք, թե երբ իմացաք հիվանդության մասին։ Սրանից 8 ամիս առաջ երեխու մոտ ներքին առնահոսությունը սկսել, սկորիով տեղափոխվել ենք հիվանդանոց ու անալիզներից արդյունքը պատասխան եկավ, որ երեխայի մոտ այրանքասկեղը 93% տեն։ Հաջորդ քայլերը ինչ արեցիք։ Քիմիոթերապիաներ, հետո պարկել են գրամինացիաներ, երեխան գլխի ձախ հատվածում էլա գլխայի խցանում, այրան զեղում քիմիաներից է եղել։ Մի շաբաթ պարկել ենք վիկմորամինացիա, հետո եկել ենք դեղերը ստացել ենք, գնացել ենք տուն, նորից եկել ենք հիվանդանոց, նորից 2 անգամ էլի ռամինացիա պարկե, բացի դրանից հիմա բուժումներ են ընթանում երեխայի։ Կցանկանամ իմանալ հանրությունից ձեզ ինչ տեսակ օգնություն է անել։ Ամեն օգնություն մեզ է, որ ասում է պետքա, թե վարձավ ապրելը, թե սնունդը, թե որոշակի խնդիրներ էլի լինում է, որ կարող է պայտակ ունեց մի հատ օրինակ այն օրը անալիզ պետքա տանենք, տարել ենք բանում Երևանի հիվանդանոց անալիզ կա, որ վճարով է եղել, նկարում արյան համար դոնորներ չունենք, որ դոնորը մեզ պետինու, որ արուն պետք է երախոն տան, այդ արյունը ներարկելու ժամանակ էլի գումար է պետինու, որ պետք է վճարենք, որ երախոն արուն միացնեն, խնդիրներ շատ է լինում, շատ խնդիրներ լինում է, որ պետք է գումարի, թե տան վարձի, թե սնունդի, հարցեր շատ կա, էլի շատ խնդիրներ կա, ֆինանսապես շատ ծանր է մեր պայմանը, որ մենք տանից մի հոգի աշխատող, ամուսինս է, օրավարձով մեքենա է քշում, օրավարձով էլ 5000 մենակ տալիս է, օրավարձով գումարը մեքենայի, մնացած 2-3000 դրամով ինքը ոչ մի բան չի կարող անի։ Ես իմ անչափած երեխային թողում եմ տունը մենակ աղջիկ երեխայիս ամուսինս հելմա տաքսի քշի, որ կարողանա այդ 2-3000-ով ինչ-որ մի բան անի, բայց դրանով ոչ կարող ենք վարձ տանք, ոչ կոմունալ մուծենք, ոչ մի բան։ Ինչ կասես քո երազանքների մասին։ Սա շատ եմ ուզում գնամ տուն։ Հիվանդանոցի ֆծնամ շատ գնամ տուն։ Մամայիս պապայիս կողեն է։ Առողջական խնդիրները կարգավորվեն։ Հա, շատ ուզում հիվանդանոցից գնաս տուն։ Հա։ Որոշել ես ինչ մասնագետ ես դառնալու։ Մեծանալու զինվոր։ Զինվոր ես ուզում դառնաս։ Այսը երազանքը, որ զինվոր դառնա, ինքը միշտ ասում է, դե ես մի քիչ խնդիր ունեմ, սրտս հետ կապված, ասում եմ, շատ լավանամ կամ կողոտ լինեմ ու մեծանամ, ասում այսքան չեմ մնա, չէ, որ ես ավելանա կբոյովանամ, որ գնամ զինվոր դառնամ, ես զինվոր եմ ուզում դառնամ, մեր հայրենիքին պաշտպան։ Իմ տղու երազանքը դա է ամեն։ հայրենիքի կողոդանը։ Իսկ երբ որ պարկում ես քնելու, լինում է, որ ասում խնդրես։ Աղոթում եմ, նոր եմ քնում ես։ Պարտադիր աղոթում ես։ Հա։ Աղոթում եմ, նոր եմ քնում։ Անկեղծ ասած շատ պատահական ա եղել ամեն ինչ, չսպասված։ Ճիշտ է, ես ինքս շատ բալիկների եմ օգնել, բայց Արսենի մասին նյութը իմացել եմ հենց Արմինայից։ Մայրիկը խմբում ուղակի խնդրել էր ու այդպես արդեն գումար եւ այլն, որ Արմինան այստեղ չէր, Ֆրանսիայում էր, այդ պահին ես ուղակի զուտ գնացի ու ծանոթացա բալիկի հետ, հասկացա, որ չէ, իրոք դաժան պատմություն է, բալիկը իսկապես լավ չի եւ այլն, փորձեցի օգնել։ Սիրտս տաքացավ վրան ու արդեն սկսեցի օգնել ու գնալով ամեն ինչ բարդացավ, ամեն ինչ ավելի արդեն ոնց որ դուրս եկավ այդ իր ընդհանուր պատմությունը, դարձավ մի հատ չգիտեմ ինչ ու արդեն բուժում, անընդհատ բուժում ու նես չէր, որ դեպի լավներ գնում, այդ բուժումը տանում էր դեպի վատը, որովհետև երեխեն շատ խնդիրներ ուներ ու այդ կոնկրետ այդ խնդիրները գալիս էր իր ոչ լավ, ոչ նորմալ իր ապրելուց էլի, ոնց որ ասած, տուն, տեղ եւ այլն։ Մի խոսքով հետո մի անգամ զանգահարեց ինձ, լացելով երեխային մահամերձ հասցրեցին հիվանդանոց, այդ ժամանակ ավելի շատ ոնց որ արդեն էլ չէի կարող, հասկացա, որ մենակ ես ոչ մի բան չեմ կարող անել, մայրիկի թույլտվությամբ արդեն ոնց որ ընդհանուր փորձեցինք համացանցով
օգնել, համացանցով նյութեր տարածել եւ այլն։ Այդպես Այդ է եղել ընդհանուր պատմությունը Արսենի, բայց ինքը իրականում շատ դաժան, շատ ցավալի պատմություն է, անկեղծ։ Փորձում ենք բոլորս անխտիր օգնենք Արսենին, որ գոնե չեմ ասում բուժում, չեմ ասում, ոչ մի բան չեմ ասում, ուղղակի զուտ այն, որ իր կյանքի մնացած օրերը ինքը լավ ապրի, անհոգ ապրի։ Չմտածի հացի մասին, չմտածի ջրի մասին, չմտածի քնելու մասին, այդքան բան։ Արսենին հնարավոր չի չսիրել, որովհետև երբ որ կապվում ես արդեն իր հետ, դառնում ես իր ամեն ինչը, բայց հետո արդեն այսքան ես չէի մտածում, որ շարունակվի ու ավելի կտանի դեպի բարդություն։ Դրա համար քանի առիթը կա, քանի առիթը ստեղծվել է, բոլոր մեր հայ ազգին ուղղակի զուտ կխնդրեմ, բոլորը մի չնչին, չեմ ասում եսի մինչեր, չունի Արսենը ոչ մի հովանավոր, չունի Արսենը ոչ մեկ, բացարձակ չունի, զուտ մեր հայ ազգը գոնե մի չնչին օգնի իրան, որ գոնե մնացած են կյանքի մնացած տարիները ապրի ուրախ, այդքան բան, որովհետև հնարավոր չի Արևիկ ջան, իրոք այդ հիվանդությամբ հնարավոր չի, որ շատ մարդիկ ասում են մայրը թող աշխատի եւ այլն այս կոմենկոմ բացարձակ չես կարող իրան մենակ թողես որ գնաս աշխատես իսկ այսօր գիտեք ամեն ինչը ֆինանսի հետ է կապված Անի ջան, քանի որ հիմա խաբեությունները շատ են, մենք հաշվեհամար են գրելու տեսանյութի մեջ եւ տեսանյութին կից։ Ես կցանկանամ իմանալ ում հաշվեհամարն են գրելու հանրությունը վստահ լինի, որ փոխանցվող գումարը ինչքան էլ որ փոխանցեն, հասնելու է իր նպատակին։ Այո, եթե մարդիկ կասկածում են, կարող են գնալ, տեսնել, անձամբ գումար տալ, դա ոչ մի բան ընդհանուր խաբեություն չկա, փաստաթղթերից սկսած, յուրաքանչյուր էպիկրիզներից սկսած, շատ մարդիկ ասում են, այո, իրոք խաբեությունները շատացել է, բայց սա այն դեպքը չի։ Իսկ ինչ վերաբերվում է հաշվեհամարներին եւ այլն, մորաքրոջ աղջիկա հաշվեհամարներն է գրված, այդ աղջիկը հատ առ հատ ունեն դոստուպ հասմիկներ ունի եւ այլն այս կոմենկում, քանի որ մայրը վարկերի եւ այլն չունի, չի կարողանում այդպես օգտվի, դրա համար ոնց որ մորաքրոջ աղջիկը օգնել է։ Դա էլ է շատ մեծ բան, որ մարդը վստահել է, տվել է։ Մի խոսքով լրիվ իրական է ինքը հաշվեհամարը, բանը ամեն ինչը տնօրինում է մայրը, տանվարձ, ուտելիք, արդեն ու այն ահռելի էլի եմ ասում գումարները չի, որ կարողանաս ինչ որ այս այն թեման չի էլի, որ կարողանաս գումար հավաքես կամ ինչ որ մի բան։ Այո։ Յուրաքանչյուրը 500 դրամ, 1000 դրամ, 2000 դրամ էլ ուղարկի, վստահ լինի, որ գումարը տեղ է հասնելու եւ ի օգուտ Արսենի առողջությանն է ծառայելու։ Հա, այո։ Որովհետև պետք է, իրոք պետք է։ Ես չգիտեմ դուք բժշկությունից առհասարակ հասկանում եք թե չէ, եթե դուք իր էպիկրիզները նայեք ու իր ընդհանուր վիճակը տեսնեք, ինքը կարա շատ վատ լինի, մի ժամ հետո ինքը ժպտա, խոսա, դա Աստծո հրաշքն է։ Իր ամեն մի ժամը հավատացեք, ես եմ ասում, Աստծո հրաշքն է, որ ինքը կա, որ ինքը մեզ հետ է։